այն պատկերը, որ իրանք ստեղծել են բանակում, այն զոհերը, որ տվեցինք մենք սրանց ապիկարության կամ դավաճանական գործունեության արդյունքում, պարտադրելու են մարդկանց իրանց տունը ծախեն, ամեն ինչը ծախեն, ոնց որ երեխու փրկության իրանք սա դիտարկելու են, որպես պատկերացրեք երեխեն հիվանդ է, ու այդ հիվանդության բուժման համար անհրաժեշտ է 20 միլիոն դրամ։ Իրանք դարձրել են բանակում ծառայելը հիվանդություն մարդկանց ընկալման մեջ, որովհետև տեսնում են, որ գնում ես ու որևէ կոմպետենտ չես գալիս, 5000 հոգի հետ չեկա։ Կեսն էլ եկան հաշմանդամ։ Չկա այդ վստահությունը արդեն պետության հանդեպ, չկա վստահությունը բանակի հանդեպ։ Ես իդեպ չեմ ասում, որ միշտ էլ եղել է բանակից խուսափելու հարց։ Միշտ է եղել։ Ես չեմ ասում չի եղել, բայց այս ծավալների չէր դա երբևէ ու հնարավոր չէր անել այսենց բան պաշտոնական ձևով, օրինական ձևով։ Հիմա ակնհայտ է, չէ՞, որ հիմա պատկերացրեք բարոյական պատասխանատվություն էլի սրա։ Հիմա մի ծնող ակնհայտ է, որ գնալու են ամենա սոցիալապես ցածր խավի մարդիկ ծառայելու, որովհետև չեն կարող այդ փողը տալ,